Երիտասարդության ձայն։ Բացահայտենք ու ճանաչենք երիտասարդ շնորհալիներին Սյուզաննա Թուսինյանի հեղինակային հաղորդման միջոցով։ Երիտասարդության ձայն։ Հետևեք մեզ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ժամը 20-ին Ռադիո Ֆամայի եթերում։ Երիտասարդության ձայն։ Առաջին համաստանականի ուղիղ եթերը շարունակվում է, օրը շաբաթ է ժամը 20, իսկ սա նշանակում է միայն մեկ բան՝ Ֆամայի եթերում երիտասարդության ձայնն է։ Շաբաթ երեկոյի այս րոպեները անցկացնելու ենք միասին, ես Սյուզաննա Թուսինյանը, իսկ ահա հյուրիս Մարսին քիչ ավելի ուշ։ Մինչ այդ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, ովքեր հասցրել են միանալ երիտասարդության ձայնի Facebook-յան էջին, իսկ նրանք, ովքեր չեն միացել, առաջարկում եմ հենց այս պահին որոնման տիրույթում հայտար գրել երիտասարդության ձայնը, հավանել մեր էջը եւ լինել տեղեկացված հաղորդման անելիքների մասին։ Իդեպ երիտասարդության ձայնը պատրաստում է իր ամանորյա թողարկմանը, այնպես որ լինելու են անակնկալներ, բաց թողել չկա, նաև երիտասարդության ձայնի էջում կարող եք աչքի անցկացնել մեր ֆոտոալբոմը ու նաև լսել հաղորդման բաց թողնված եթերները, եւ որ ամենակարևորն է, մենք շփվելու ենք միմյանց հետ, սիրով սպասում եմ բոլորիդ, իսկ հիմա երաժշտական կատարման պատմիչենք մեր եթերը, որից հետո կրկին վերադառնում ենք Ֆամայի տաղավար ու ծանոթանում մեր զրուցակցի հետ, ուշանալ չկա, հետաքրքիր է լինելու։ Իդեպ երաժշտական կատարումը հենց հյուրիս ընտրությամբ է, այնպես որ լսում ենք։ Արդեն եթերում ենք, հիշեցնեմ, որ ունկնդրում եք առաջին համաստանականի պաշտոնական կայքեջում երիտասարդության ձայնի հերթական թողարկումը եւ մենք այսօր մեր տաղավարից լսելի ենք դարձնելու երիտասարդ լրագրող, բլոգեր Սյունե Սևադայի ձայնը։ Ողջույն Սյունե։ Ողջույն Սյուզաննա ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, որ այս լրագրողական թողբոհում ժամանակ գտար եւ մեր տաղավար հյուրընկալվեցիր։ Հիմա մեր ռադիոլսողների մի մեծ բանակ շնչներ պահ, սպասում են, թե ինչի մասին է խոսելու Սյունե Սևադայի հետ Ռադիո Ֆամայը։ Զինվեք համբերությամբ մեր հարցազրույցը արդեն սկսում ենք։ Նախ կխնդրեի, որ հակիրճ պատմեր քո անցած ուղու մասին։ Մեր ռադիոլսողների շատերը վստահ են, որ քեզ ճանաչում են, հետևում են քո գրածներին, թե լրագրողական նյութերին, թե ստեղծագործություններին, եւ անշուշտ կլինեն այնպիսիները, ովքեր չեն հասցրել հետևել քեզ ինչ պատճառներով, միգուցե նրանք չգիտեն, հա, Սյունե
Սյունե Սևադան ինչ ճանապարհ է անցել։ Նախ պետք է նշեմ, որ բլոգս արդեն 4 տարեկան է, կոչվում է ամեն ինչ ոչինչի մասին։ Սկզբնական շրջանում սովորական բլոգային գրառումներ էին, բայց հիմա արդեն ավելի շատ ստեղծագործություններս են այդտեղ տեղադրվում։ Տարբեր են թեմատիկայով, իրենց ոճով, այնպես որ ոճական առանձնացում, պես ասած, չեմ կարող անել։ Լրագրությամբ սկսել եմ զբաղվել մոտավորապես արդեն կես տարի է, աշխատում եմ Առավոտ օրաթերթում, նաև մեր կայքում Առավոտ եմ։ Շատ սիրում եմ թե բլոգինգը, թե ստեղծագործելը եւ թե իմ մասնագիտությունը, որովհետեւ կարծում եմ երեքն էլ մեկը մեկից ուղղակի հրաշալի են։ Ինձ հետաքրքիր է մի բան, քանի որ ես էլ եմ մասնագիտությամբ լրագրող եւ իմ մասնագիտական ընտրությունը շատ պատահական է եղել։ Ինձ հետաքրքիր է, քեզ մոտ էլ է պատահական ստացվել այդ լրագրությունը ընտրելը որպես մասնագիտություն, թե ստույգը գիտեիր դպրոցական տարիքից։ Ես մեծացել եմ հեռուստատեսային աշխատողների ընտանիքում, մայրս լրագրող է, հայրս ռեժիսոր, մորաքուրիս նույնպես լրագրող է, այնպես որ հաստատ պատահական չէր իմ ընտրությունը, ինչ տեսել եմ հենց կյանքիս առաջին տարիներից, հենց դա էլ ընտրել եմ, կարծում եմ ուրիշ բան ընտրել ուղղակի չէի կարող, բայց միայն դրանով չեմ պայմանավորում, որովհետև հենց փոքր տարիքից էլ 8 տարեկանից էլ նաև սկսել եմ ստեղծագործել, այսինքն երկուսը միասին են եղել իմ կյանքում, ես տեսել եմ լրագրությունը եւ սկսել եմ ստեղծագործել ինքս, ճակատագիր է ուղղակի թե ճանապարհ է, հա, ի վերուս տրված, չգիտեմ ինչ է, բայց հենց սկզբից ես երկուսն էլ իմ կյանքում եղել են, այնպես որ միանշանակ դրանք գիտակցված ընտրություն են եղել։ Ինձ հետաքրքիր է եւս մեկ բան լրագրության մասին, լրագրողուհի Սյունե Սևադան, որ ոլորտներին է անդրադառնում։ Այնպիսի թեմաներ կա, որոնք քեզ համար նախընտրելի են, որ անշուշտ պետք է դրանց մասին գրես եւ կան այնպիսիները, որ չէ, ոչ մի դեպքում չես անդրադառնա դրան, ինչքան էլ խմբագրությունը պահանջի։ Ես որոշակի խտրականություններ չեմ դնում իմ առջև, որովհետեւ կարծում եմ, որ եթե լրագրողը դրեց իր առջև խտրականություն, ապա հենց այդտեղ դադարում է լրագրող լինելուց։ Իսկ սկզբանե ինձ ընտրել էին որպես մշակութային լրագրող, բայց հետո մենք սկսեցինք նաեւ աշխատել ինձ վրա ու ես սկսեցի ասուլիսներ մեկնաբանել տարբեր ոլորտներում։ Կարող եմ առանձնացնել, որ քաղաքականություն որպես այդպեսին չեմ սիրում, բայց դա չի նշանակում, որ ես չեմ լուսաբանում։ Ես լուսաբանում եմ, փորձում եմ հասկանալ, որովհետև համարում եմ, որ առանց այդ ոլորտի անհնար է հասկանալ ինչ է կատարվում աշխարհում, մեր երկրում, քանի որ մենք մեր երկիրը շատ քաղաքականացված է ու այսպեսի մի բան կա, չէ, ասում են, եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով։ Սա միանշանակ ճիշտ է ու հատկապես լրագրողի համար կարևոր է այս ոլորտը լավ իմանալ, բայց ասում եմ չեմ սիրում։ Ես սիրում եմ մշակույթ, սիրում եմ սոցիալական, սիրում եմ տնտեսագիտություն ու հետագայում շատ եմ ուզում ի վերջո հասնել տնտեսական լրագրող պիտակը ինձ վրա ունենալ։ Դա իհարկե շատ հետագայում կլինի, երբ որ ես արդեն որոշակի փորձ կունենամ ու որոշակի աստիճանի կհասնեմ, դեռևս ինձ փնտրում եմ։ Մշակույթը ինձ մոտ բավականին լավ է ստացվում, որովհետև դե գրական, մի քիչ կարողանում եմ այդ գրական աշխարհս այդտեղ համատեղել, բայց ես սիրում եմ ռիսկի գնալ, սիրում եմ ավելի դժվարը ու գրում եմ այն ամենի մասին, ինչ ինձ ավելի դժվար է տրվում։ Մենք երիտասարդ լրագրողներս շատ հաճախ պատահում է, որ այնպիսի մի տեղ ենք հայտնվում, մի նյութի շուրջ ենք հայտնվում, որտեղ ավելի տարիքով մեծ լրագրողներ կան, եւ ինձ հետաքրքիր է քեզ կա մեծերի քննադատական թերահավատ մոտեցումը մեծ երիտասարդ լրագրողներից, որովհետեւ ես իմ պրակտիկայի, հա, իսկ կարճ շրջանում զգացել եմ, որ կա այնուամենայնիվ քո տեսանկյունից կա թե ոչ։ Ես կարող եմ մեր կոլեկտիվից խոսել, մեր կոլեկտիվում հիմնականում բոլորը մեծ են մեզնից ու մեծ են ահռելի աշխատանքային փորձով, այսինքն 10 տարվա 20 տարվա փորձ ունեն, նույնիսկ երևի թե ավելի, ու ես կասեմ, որ նման մարդկանց հետ աշխատելու ուղղակի հաճույք է, որովհետև իմ խմբագիրների կողմից ես զգում եմ ուղղակի այդ լուր քեզ սատար կանգնելը, օգնություն, այսինքն իրենք երբեք չեն խառնվում, երբեք քեզ որպես այդպես շատ չոր չեն ասում, որ գիտես, ինչ այս մասը պետքա կտրվի, վայ ամոթ քեզ էս ինչ ես գրել եւ այլն, բայց փոքրիկ ուղումներ, շտկումներ միշտ արվում են, միշտ փորձում են քեզ ուղղորդել, նույնն են դաշտում, այսինքն եւ իմ քո ասած մարդիկ կան եւ իմ ասած մարդիկ կան, ես տեսնում եմ լավը, ես տեսնում եմ դրականը, ես տեսնում եմ օգնությունը, հա, նոր սերնդին ու իմ մեջ դա է տպավորվել։ Հետո ես համարում եմ, որ այնուամենայնիվ առանց կրակի ծուխ չի լինում, այսինքն եթե տվյալ մարդուն ասում են, որ վայ հələ սրանն է, ես էս ոնց է գրում, հələ ինչ խայտարակ հարցեր է տալիս, նշանակում է դու պատրաստված չես։ Հենց դրա համար ես պատասխանատվություն եմ կրում ու ես հասկանում եմ, որ ես հանդիսանում եմ Հայաստանի համար մեկ թերթի չեմ վախենա այդ պիտակը տալ, համար մեկ թերթի կամ թերթերից մեկի լրագրողը, ես պարտավոր եմ ունենալ այդ բոլոր չափանիշները, լինել լավ լրագրող ու կապ չունի ես 3 օր աշխատում եմ, թե 3 տարի։ Դրա համար ես ակտիվորեն պատրաստվում եմ, աշխատում եմ, մարդիկ կան, որոնք հարց են տալիս, հարց տալու համար ես հղկում եմ ինձ, մտածում եմ այդ հարցը արդյոք պետք է տալ թե չէ, նոր փորձում եմ ինչ-որ աչքի երևալ։ Սովորաբար ես փորձում եմ ավելի շատ լսել, ընկալել ու եթե ոլորտին լավ չեմ տիրապետում, մինչև նյութին գնալը ես մի լավ քրքրում եմ այդ ոլորտը, որպեսզի չստացվի նենց, որ այնտեղ նստած ես նոր սովորում եմ ինչ-որ բաներ։ Կարծում եմ, որ դա սխալ է եւ դա է երբեմն պատճառ, որ մեր մասին, երիտասարդների մասին այդպիսի կարծիք են ձևավորում, բայց նաև նշում եմ, որ կան մարդիկ, որոնք կապ չունի, դու կարող ես շատ լավ լինել, բայց այնք այդ վերևի հայացքով քեզ շատ ճնշեն ու փորձեն կոմպլեքսավորել ու ճանապարհ չտան։
Անշուշտ համաձայն եմ քեզ հետ, Սյունե, ասում են, որ եթե մասնագիտությունը սիրում ես, հետո այն վերածվում է հոբբի եւ դժվարություններ գրեթե չեն լինում մեջը։ Ինչքան էլ սիրես, այնուամենայնիվ պահ է գալիս, երբ առաջխաղացումդ կասեցվում է որևէ խնդրով կամ դժվարությամբ, քեզ համար լրագրության մեջ ինչն է դժվար։ Ես չեմ կարողանում կողմնորոշվել, որն է ճիշտ։ Կես րոպե շուտ ուղարկել նյութը, բայց ստորակետ բաց թողնել, թե ի վերջո աշխատել նյութի վրա ու ուղարկել 2-3 րոպե ուշ։ Ինձ համար ընտրել եմ երկրորդ տարբերակը, որովհետև ինքս ինչ-որ պերֆեկցիոնիզմի գծեր ունեմ ու փորձում եմ, եթե մի բան անում եմ, պետք է անեմ լավ։ Սովորաբար հենց այդ լոզունգով էլ շարժվում եմ առաջ, հատկապես աշխատանքիս մեջ, ու հենց արագությունը ինձ համար երբեմն խնդիր է հանդիսանում, որովհետև չես հասկանում ինչ անես, ֆոտո անես, տպես, հարց տաս, հարցը ձևակերպես ու այդ արագության մեջ երբեմն ես կորում եմ, բայց կարծում եմ, որ սա ժամանակի խնդիր է, երբ որ դու արդեն բանի մաց ես դառնում, դու արագ որսում ես, դու հասկանում ես, որ պետք է դնել, չգիտեմ, այս կտորը ու այս կտորը։ Այդ ժամանակ քեզ ավելի հեշտ է լինում։ Կարող եմ սա առանձնացնել որպես դժվարություն։ Դժվարությունը նաև երբեմն մարդու անցած ամբողջ ուղին պատկերացնել է, որովհետև տարիների լրագրողները գիտեն, որ այսինչյանը տվյալ կուսակցությանն է հարում, դրա համար այսպես է ձևակերպում, դրա համար կարծիքը այսպիսին է, որ իր կուսակցությանը ինչ որ օգնի եւ այլն։ Իմ դեպքում երբեմն ես այդ ներքին կանոններով խաղերը չեմ ընկալում երբեմն, բայց հենց դրա համար ասացի, որ սկզբում ես կարդում եմ, փորձում եմ հասկանալ այս մարդը որ ոլորտից է ու որն է նրա այդ ներքին խաղերը, այդ բանը ինձ համար գտել եմ։ Ու այդ դեպքում աշխատանքը շատ ավելի հեշտ է լինում։ Ես համարում եմ, որ սրանք բոլորը լուծվող խնդիրներ են ու ի վերջո պետք է նշել, որ մեր մասնագիտությունը բավականին բարդ մասնագիտություն է, լրագրությունը հեշտ չէ միանշանակ։ Բոլոր այն կայքերի լրատվամիջոցների, չգիտեմ, ռադիոընկերությունների ու հեռուստատեսությունների համար, ովքեր լրագրողին, մանավանդ երիտասարդ ուղարկում են զուտ լսելու ինչ է կատարվում եւ գրելու, ոչ սիրելիներս, մենք պատրաստվում ենք լավ վերլուծող լրագրողներ դառնալուն։ Ահա այսպես իմ փոքր զրուցենք ոլորտից, երիտասարդներս բնականաբար ոլորտ ենք մտնում եւ այ հին գվարդիայի արածները շատ դեպքերում մեզ դուր չի գալիս եւ այդ արածների արդյունքները քեզ ժամանակակից հայկական, լրագրողական այս ոլորտում ինչը դուր չի գալիս, ինչը փոխեր մեծ հաճույքով դեն կնետեիր լրագրության միջից։ Հայերը մի լավ խոսք ունեն ու շատ լավ բնութագրում են, մենք հաճախ ենք բրնձում։ Ես դեմ եմ բրնձոցիներին տարբեր կերպ, լինի մեր ոլորտում, լինի գրականության, մեծ ցանկացած տեղ ես համարում եմ, որ աշխատանքի մեջ պետք է ջանք դնել։ Ես տեսնում եմ լրագրողների, որոնք աշխատանքի ընթացքում մարդը խոսում է, իրենք բացել են Facebook են մտնում, լայքում են, կոմենտում են, մարդիկ եմ տեսել, որոնք ականջակալներով երգ են լսում։ Ես իրավասու չեմ դատելու, որովհետև ունեմ շատ փոքր փորձ եւ ինձ երբեք չեմ վերապահ ինչ-որ մեկին դատել, բայց ես համարում եմ, որ աշխատանքը մարդու կյանքի անբաժանելի մասն է։ Այսինքն դու ապրում ես ու դրա հետ համատեղ աշխատելու ես, եթե դու զզվելով գալիս ես աշխատելու, շարունակում ես դու զզվանքով ես վերաբերում քո կյանքին։ Շատ մոտ են իրար իրականում ու ես տեսնում եմ սիրո պակաս մեր ոլորտում։ Ես տեսնում եմ, որ իմ նյութերից շատ գողանում են իմ գրելու մեջ, թե կայքում, թե լրագրության մեջ, իմ նյութերում ունեմ գրելավոճ, որը գիտեմ, որ իմն է, որովհետև ես ունեմ, այսպես ասած, որոշակի կոդավորում բառերի ու բառերի հերթականություն։ Երբ որ դա ինչ-որ մեկը վերցնում է, ես գիտեմ, որ այդ ինձնից է վերցրած։ Վերջերս հենց հանդիպեցի նման օրինակի, երբ որ գրքերի քննարկում էր քաղաքական գործիչների հետ, շատ հրաշալի շարք ստացվեց ու ես հենց այդտեղ նկատեցի, որ հենց մարդիկ վերցնում են դա ու նյութ են սարքում։ Ինչ որտեղից վիրավորական է։ Դու այդքան աշխատում ես, մարդիկ գողանում են, հա դու գիշերը հասնում ես տուն, այդ 2 ժամին արագ-արագ գրում ես, իրոք վիրավորական է։ Ու ես երևի թե այդ երկուսը կառանձնացնեմ, մեկ այդ բրնձելը, որ ես ասեցի, երկրորդ այդ սիրո պակասը ու երրորդը երևի կասեմ գրագողությունը։ Միանշանակ համաձայն եմ քեզ հետ, որովհետև մարդիկ վերցնում են առանց խմների, իհարկե դու կարող ես միտող գրես, բայց ժամեր ծախսես դրա վրա, նեղանալու է, այն էլ ինչպես։ Եվ հաղորդման սկզբում նշեցիր, որ ունես բլոգ, քանի որ մենք եթերից դուրս զրուցեցինք եւ Սյունեն անկեղծացավ, որ արդեն այդ բլոգը քանի տարի է գործում, ինչու անունը այդպես կնքվեց, արդեն հոգնել է նման հարցերից, մենք նման հարցերը կշրջանցենք։ Եթե մարդիկ ցանկություն ունեն, համացանցում ու ազատ տեղադրված ինֆորմացիան կարող են կարդալ։ Զրուցենք քո բլոգի այլ կողմից, գիտեմ, որ սկզբում, երբ բլոգդ նոր էր ստեղծել, ավելի քողարկված էր դու եւ քո ընթերցողը քեզ չէր ճանաչում, եւ հետո երբ արդեն սկսեցին հավանել քո բլոգը, քո ստեղծագործությունները, արդեն Սյունե Սևադան բացվեց բոլորի համար։ Ինձ հետաքրքիր մի բան, դա մտածված քայլ էր քո կողմից։ Մտածված էր այնքանով, որ ես մարդասեր չեմ սիրում շփումներ, այսինքն ինձ շատ քիչ կարելի է տեսնել, չգիտեմ, մեծ հավաքույթների, շատ մարդկանց հետ։ Ես ավելի շատ կա, չէ՞, ասում են человек одиночка, ես այդ տեսակին եմ պատկանում ու ինձ համար ես հասկանում եմ, որ ինձ համար ստրես է լինելու։ Ես պատրաստ չէի սկզբում այդ մեկնաբանություններին, նա փոքր էի, քանի տարեկան, 16 տարեկան էի սկզբում ու դրա համար 16 տարեկան երեխան ես չէի հասկանում, չէի պատկերացնում սա լուրջ կլինի, լուրջ չի լինի, ինձ ինչպես կընդունեն, որովհետև ինձ ամենասկզբում
սկզբում շատ վատ ընդունեցին, բոլորը մեծ էին ու ես խայտարակ տանջանքների միջով եմ անցել, միջով հասել եմ այս ամեն ինչին, որ ունեմ հիմա։ Գլխից է թվում, թե հեշտ է, հա, գրեցիր, դրեցիր, ինձ շատ են փորձել հանել, ինձ շատ են վիրավորել, ինչևէ, արդեն այդ ամենը անցյալում է, բայց ես հասկացա, որ պետք է բացահայտվել, այսպես ասած, որովհետև վստահություն չկա այդ մարդու նկատմամբ։ Ես պարզ ճակատ եմ, ես պատասխանատու եմ իմ բոլոր արարքների ու բառերի համար, ու այդ դեպքում եթե ես պատասխանատու եմ, ինչու է պետք թաքնվել։ Ես չունեմ թաքնվելու խնդիր, իսկ այդ մարդկանց հետ շփումը, որը իրոք ահռելի չափերի է հասել, կամաց սովորում ես դրան։ Ավելի լավ է դու քո դեմքով քո բառերի համար պատասխանատու լինես, իսկ այդ քո ներքին կոմպլեքսները այդքան շփվող չլինելը եւ այլն կարելի ուղղակի թաքցնել ու դրա վրա աշխատել։ Այսինքն իմ սեփական վատ բնավորության համար չպիտի մարդիկ տուժեն ու ես հասկացա, որ նաեւ դրանից իմ գրառումներն էլ են տուժում, այնպես որ ես չէի թողի, որ իմ կամակորության համար տուժեն իմ գրառումները։ Իսկ որ դեպքում էր քեզ ավելի լավ զգում այն ժամանակ, երբ մարդիկ քեզ չէին ճանաչում, քո ով լինելը, թե հիմա, որ արդեն մարդիկ քիչ թե շատ տեղեկացված են ով է Սյունեն։ Մոտ 2.5 տարի է ինչ ես բավական հայտնի եմ դարձել, հա ինձ սկսել են ճանաչել, բայց այնքան եմ ապրել այդ կյանքով ու այնքան այդ կյանքի մեջ եմ, որ մոռացել եմ ինչև այդ ինչպես էր, այսինքն ես մինչև այդ էլ բավականին ակտիվ եմ եղել, հեռուստատեսությամբ հաղորդում եմ վարել, թերթում եմ տպագրվել մանկական եւ այլն, ես անդադ եղել եմ կենտրոնում, երգել եմ 10 տարի, այսինքն այդ ամենը ինձ խորթ չէր։ Երևի թե այսպես ավելի լավ է, որովհետեւ այսպես պետք է լիներ։ Ինչ կա հիմա, դա ճիշտ է ու դա լավ է։ Եթերից դուրս զրուցում ենք ժամանակակից երիտասարդ մեր տարիքի գրողների մասին, որոշակի կարծիքներ փոխանակեցինք, որը ինձ շատ հետաքրքրական էր եւ ինձ թվում է ռադիոլսողներն էլ կհետաքրքրի։ Չստացված նյութերի մասին էինք խոսում, որոշակի բացթողներով կխնդրեմ արդեն մի փոքր կարճը ասես, թե քեզ ինչը դուր չի գալիս ժամանակակից այդ բլոգինգի մեջ, չգիտեմ, ստեղծագործողների մեջ, նրանց նյութերի կառուցվածքային առումով եւ արդեն եզրափակենք մեր զրույցը։ Իմ կյանքում կանոնները շատ են, սիրում եմ այդ լոզունգներ, ցիտատներ ու եւս մի կյանքի կանոն ունեմ, եթե չես կարողանում օգնել մի խանգարի։ Մեր ստեղծագործողների մեծամասնությունը տպավորություն է ստեղծում, որ իրենք գրում են, որպեսզի իրենց սեփական խնդիրները փորձեն լուծել ընթերցողները, այսինքն դու կարդում ես ողջ, լաց, չգիտեմ, անընդհատ ինչ-որ բողոքներ մարդու անձի շուրջ են ու մարդու զգացմունքների շուրջ են, բայց ես համարում եմ, որ կյանքում կան շատ ավելի հետաքրքիր ոլորտներ։ Մեզ մոտ մռայլությունը շատ է, ել չեմ խոսում ուղղագրական սխալների, մտքի սխալների ու անընդհատ կրկնվելու մասին։ Ես շատ քիչ մարդկանց եմ կարդում իրականում, եթե անկեղծ լինեմ, ոչ թե որովհետև ես Սյունե Սավադան եմ, վերջ, էլ ոչ մեկի չեմ կարդում, ես վերևում եմ, դուք ներքև ամենևին։ Կան մարդիկ, ովքեր լավ երեխեք, որ ես ամր հաճույքով միշտ եմ որ իրենց բլոգում եմ, առաջինը Facebook-ից առաջել, չգիտեմ, իմ բլոգից առաջել իրենց բլոգն եմ բացում կարդում, որտեղ ես սիրում եմ իրենց անկեղծության, իրենց տեսակի, իրենց պարզության համար։ Հիմնական խնդիրը այդ եմ համարում, որ այդ էմոցիոնալ կողմը պետք չէ այդքան շահարկել, սերը սարքել են ոտքի փաթաթան, որը զզվելի է, մինչդեռ սիրո մասին խոսելը շատ բարդ է ու անընդհատ սեր երգելը ի վերջո հոգնեցնում է, պետք է դադարեցնել ու եթե այդպես են գրելու, ավելի լավ է չգրեն։ Քո բլոգը ուսումնասիրել եմ մի քանի օրվա ընթացքում եւ նկատեցի, որ բավականին կուտակված ստեղծագործություններ ունես, երբ է գիրք դառնալու դա։ Իսկ միգուցե չկա պլաններում գիրք, այ մի փոքր էլ դրա մասին պատմիր։ Ոչ թե պլաններում չկա գիրքը, այլ գիրք տպելը կյանքի գերերազանքն է, ես երևի ապրում եմ, որ ինչ-որ մի օր տպագրվեմ։ Ինչի չեմ տպագրվում հիմա, որովհետև ես չեմ համարում, որ ես արժանի եմ այդ տպագրվելուն։ Երբ որ ես զգամ, որ իմ ընթերցողները ուզում են ինձ տեսնել իրենց գրադարակում, երբ որ ես հասկանամ, որ ուզում են իմ գրածների վրա նշումներ անել ու ծալել իմ գրածների էջերը, այդ դեպքում ես կգնամ այդ քայլին։ Միշտ մնալու ընթերցողիս հետ, այսինքն դա լինի կայքով, դա լինի գրքով, դա լինի, չգիտեմ, փողոցում թղթերի վրա գրելով ծառերին փակցնելով, կապ չունի, ես սիրում եմ գրել ու երբեք չեմ դադարեցնի, կարծում եմ։ Սյունե, մեր հաղորդման վերջին ավանդական հարցը ներկայացրու ինքդ քեզ այնպես, որ այն ռադիոլսողները, ովքեր դեռևս բացարձակ ոչինչ չեն կարդացել քո ստեղծագործություններից, հետաքրքրություն նրանց մոտ առաջանա, ընթերցել ինչ-որ մի բան, հա, բացել քո բլոգը եւ ինչ-որ մի բան ընթերցել։ Խնդրեմ, դու ունես այդ հնարավորությունը։ Կասեմ միայն բլոգիս մասին, որ իմ բլոգում իմ ստեղծագործությունների մեջ սուրճի բույր կա ու երազանքներին հավատացող աղջիկ կա, որը հենց ես եմ։ Ես փորձում եմ մարդկանց ցույց տալ, որ կյանքը դետալների մեջ է ու ինքս ապրում եմ դետալներով, դետալների համար, հա, ես դետալի միմիկայի ժեստի մարդ եմ եւ մեծ իրադարձությունները ինձ չեն հետաքրքրում։ Եթե կան նման մարդիկ, կարող են այցելել իմ բլոգ, կարդալ ինձ, իմ ստեղծագործությունները, երևի թե այսքանը։
Շնորհակալություն Սյունեն, վստահ եմ, որ մեր ռադիո լսողների մոտ ցանկությունը առաջացավ անհապաղ բացել բլոգի էջը եւ ուսումնասիրել քո գրառումները։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ հյուրընկալվեցիր մեր տաղավար։ Մենք պարտադիր կհետևենք քո գործունեությանը, որ պարբերաբար մեր ռադիո լսողներին տեղեկացնենք, թե էլ ինչ է արել Սյունեն Սևադա։ Իսկ ինձ սիրելի ռադիո լսողներ, մնում է բոլորիդ հաճելի հանգստյան օրեր մաղթել եւ ասել, որ երիտասարդության ձայնի հերթական թողարկումը մոտեցավ իր ավարտին։ Արդեն կհանդիպենք մյուս շաբաթ օր կրկին ժամը 20-ին։ Չենք մոռանում նաեւ, որ հաղորդման կրկնությունները կարող եք լսել Կիրակի ժամը 20-ին։ Լավ մնացեք առայժմ։